Փետրվարի 24-ին դասական երաժշտության սիրահարները կամերային երաժշտության ազգային կենտրոնում հնարավորություն կունենան ունկնդրելու որտեղ ձայները հանդիպում են նվագախմբի խորագրով համերգը, որը կղեկավարի լոնդոնաբնակ մեր հայրենակից տենոր խմբավար Սիփան Օլահը։ Երևանյան համերգից հետո Հայաստանի պետական կամերային նվագախումբը փետրվարի 26-ից մարտի 1-ը հյուրախաղերով կգտնվի Լիբանանում։ 27 տարի դադարից հետո կամերային նվագախումբը նորից վերադառնում է Բեյրութ եւ վստահ եմ, որ մեծ սպասումներ կան։ Իդեպ համերգը տեղի ունենալու Բեյրութի ամերիկյան համալսարանի դահլիճում եւ տոմսերը արդեն բոլորը սպառված են։ Ամիրխանյան, Միրզոյան, Սարյան, Շուբերտ, Պուչինի եւ այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն ոչ միայն կամերային նվագախմբի, այլև լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանի եւ բրիտանահայ դաշնակահարուհի Մարիա Փափասյանի կատարմամբ։ Ես խրախուսում եմ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում գտնվող մեր տարբեր մշակութային եւ ազգային կազմակերպություններին համագործակցել Հայաստանի կամերային նվագախմբի հետ, ներկայացնել նրան տարբեր երկրներում, քանի որ մեր նվագախումբը արժանի նվագախումբ է ունենալու հնարավորություններ միջազգային բեմերում, ներկայացնել հայ եւ միջազգային կոմպոզիտորներին, իրենց կազմով եւ երգացանկով նրանք ընդգրկում են գրեթե բոլոր ժամանակահատվածների կոմպոզիտորներին, երբեք չեն զլանում փորձել նորարարական ժամանակակից ստեղծագործություններ, իսկ իմ աշխատանքը նրանց հետ ուղղակի երանելի հաճույք է։ Լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը հայաստանցի հանդիսատեսի համար վերջին անգամ երգել է 2018 թվականին, անհամբեր սպասում է նոր հանդիպմանը։ Վստահ է, թե երևանյան, թե լիբանանյան համերգներն անցնելու են բարձր մակարդակով, քանի որ բեմում աշխատում են արհեստավարժ երաժիշտներ։ Հայրենիքի մեջ երկելը քիչ դարբեր այսպես պատասխանատվություն է եւ դարբեր դակություն կա, որովհետեւ մեր սիրելի ազգագիցներուն եւ հայրենագիցներուն արժեվ միասին լալու այդ վարգյաններ ադվահերը արդեն շատ մեծ նշանակություն ունի մեզի համար։ Հյուրախաղերը կազմակերպվել են Լիբանանի համազգային վարչության հրավերով կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Լոնդոնի Քլինգեն երգչախմբի եւ մշակութային ասոցիացիայի նախաձեռնությամբ, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։